Ես Տրունյան Հայկն եմ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, կոգնիտիվ պատերազմի մասնագետ, զբաղվում եմ հետազոտություններով, թե ինչպիսի մեթոդներ են մեր դեմ օգտագործում թշնամիները հոգեբանական պատերազմի դաշտում։ Այսօրվա միջոցառումը ինձ համար հետաքրքիր է այն անկյունից, որ փոխվել է պատերազմի արխիտեկտուրան ու արդեն մենք ունենք խնդիր ոչ թե ֆիզիկական գոյատևելու, այլ ունենք խնդիր կոգնիտիվ գոյատևելու։ Ինչ է դա նշանակում։ Հիմա մեր թշնամին խնդիր է իր դեմ դրել մեր իդենտիֆիկացիան փոխելը, մեր մտածելակերպը, մեր հոգեբանությունը, մեր մշակույթը, մեր ինքնությունը, սա ընդհանուր քաղաքակրթական պատերազմ է։ Եթե նախկինում թշնամին խնդիր ուներ մեզ ֆիզիկապես ոչնչացնել, այսօր ինքը խնդիր ունի մեր մտածելակերպը փոխել։ Ու այսօրվա հոգեբանական պատերազմի մոդելները, մեթոդները այնքան են փոխվել, որ կոգնիտիվ պատերազմը, որ հոգեբանական պատերազմի ուղղություններից մեկն է, արդեն պատասխանում է հարցի, թե մենք ո՞նց ենք մտածում։ Երբ որ հոգեբանական պատերազմը պատասխանում էր հարցի, թե մենք ինչ ենք մտածում, այսօր հնարավորություններ կա ազդել նրա վրա, որ փոխել մեր մտածելակերպի ֆրեյմը, ձևավորումը, մեր իդենտիֆիկացիան, մեր մենտալիտետը, իսկ սա մտնում է մշակութային դաշտ։ Մշակութային դաշտը դա քաղաքակրթական պատերազմ է, որովհետև մեր տարածաշրջանը փոխվում է, մեր լանդշաֆտը փոխվում է, մենք արդեն Կովկասի մաս չենք դառել, այլ դառնում ենք Ասիայի միջին արևելքի մաս։ Ու սա շատ հետաքրքիր պրոցեսներ է, որը մեր համար շատ մեծ մարտահրավեր է։ Այստեղ կա հետաքրքիր ձևավորում, որովհետև ըստ տարբերություն մեր թշնամիներին մենք քաղաքակրթություն ունենք մեծ պատմություն, մշակույթ, եթե կարողանանք սրա վրա հիմնվել, հասկանալ, թե մեր դերը, մեր միսիան, որն է այս տարածաշրջանում, չենք ունենա այնպիսի իրավիճակ, ինչպիսի ունեցել ենք 30 տարի առաջ։ Ես անձամբ շահումյանցի եմ, իմ արմատները շահումյանից են, ու ես շատ լավ եմ հիշում, ոնց էին իմ բարեկամները, իմ տատիները, պապիները ոտով Շահումյանից ասել Հայաստան։ Որ չհասնենք այս հարցի դեմ, մենք պետք է կարողանանք ունենալ մեծ գաղափարախոսություն։ Մեզ պետք են մեծ նարատիվներ, որովհետև հոգեբանական կոգնիտիվ պատերազմում հնարավոր չի ռեակտիվ արձագանք անել։ Երբ որ քեզ հայտարարում են, որ ծրագրավորում են 300,000 ադրբեջանցի տեղափոխեն Հայաստանում, ու դու դրան ես արձագանքում, դու արդեն պարտվեցիր։ Մենք պետք է կարողանանք հասկանանք, թե մեր դերը մեր տարածաշրջանում որն է։ Մենք ինքներս ով ենք, ինչ մշակույթի տեր ենք, ինչ կարող ենք տալ ամբողջ աշխարհին, այդ ժամանակ մենք էլ կփոխվենք, դեպի մեզ հարաբերություններն է կփոխվեն։ Իսկ այս պատերազմը Հայաստանի դեմ հայության դեմ երբ է սկսվել։ Նկատի ունեմ սկսած Նախիջևանից, հայաթափումից, ու այդպես շարունակ։ Գիտեք, փոխվում է գեոպոլիտիկայի պետությունների մոտեցումը։ Եթե նախկինում ազգ պետություն գաղափարն էր, հիմա քաղաքակրթություն պետության գաղափարն է դուրս գալի առաջի դաշտ։ Ու սա սկսել է երևի Սամուել Խայթինգտոնի գրքից, որը հենց այդ ճարտարապետներից մեկն էր Բզեժինսկիի հետ միասին։ Ինքը պատկերացնում էր, որ լինելու մարտահրավերները ապագայի լինելու են քաղաքակրթական, որի հիմքը դա մշակույթն է, հավատքն է, փորձն է, պատմական փորձն է, դերը, միսիան է։ Հիմա ձևավորում են նոր քաղաքակրթություն, ոչ թե նոր քաղաքակրթություններ, այլ պետությունները ձևավորում են իրենց գեոպոլիտիկայի մոտեցումը քաղաքակրթությունների միջոցով։ Ու ոչ մի քաղաքակրթություն չի ուզում, որ ձևավորվի ինչ-որ նոր, ասենք ոչ ռուսական քաղաքակրթությունը, ռուսկի միրը սենց ասված, ոչ չինական, ոչ ամերիկական, ոչ թուրքական, ոչ արաբական չեն ուզում, որ լինի նոր քաղաքակրթություն։ Նրանք ուզում են, որ հայկական քաղաքակրթությունը լինի ինչ-որ մի ուրիշ քաղաքակրթության մաս, օրինակ, ռուսկի միրի մաս, թուրքական թուրանի մաս։ Այսա է հարցը, ու կապ չունի, թե դա սկսել է 30 տարի առաջ, 100 տարի առաջ, հարցը նրանում է, որ հիմա արդեն ազգ պետություն գաղափարախոսությունը արդեն պարտական է, պարտվում ես, եթե դու տենց ես մտածում, եթե ավելի գլոբալ չես մտածում, եթե չես հասկանում քո մշակույթի դերը
աշխարհում որն է, թվային աշխարհում որն է։ Եթե չես հասկանում, որ աշխարհը այնքան է փոխվել, որ ազդեցությունը ոչ թե մենակ օֆլայն դաշտում է, այլ նույն ձևի օնլայն դաշտում է, որ դու քո ազդեցությունը կարող ես տարածել մոտ 100 միլիոն մարդկանց վրա, օրինակ հայկական քաղաքակրթությունը հնարավորություն ունի ազդել 100 միլիոն մարդկանց վրա, որտեղ մեր քաղաքակրթության մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Սփյուռքը, մտնում են ավտախտոն ազգերը, որոնք ապրում են հայկական լեռնաշխարհում, մտնում են միաֆիզիտները, հին քրիստոնյա ազգերը, սրանք բոլորը իրար հետ 100 միլիոն մարդ են, ու մենք ունենք այսօր պետականություն, եթե մենք կարողանանք մեր դերը գտնենք, այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխաններն են։ Շնորհակալություն։